Պարոն Առաքելյան, որ ասում եք հասարակությունը նման ակնկալիք ունի, ինչ ակնկալիք ունի, դիմակավորված ածականները ներխուժեն Ծառուկյանի տուն եւ նրան փռեն Պոլին։ Գիտեք, դուք հիմա այսպես ասում եք դիմակավորված ածականները բոլոր երկրներում ածականները կամ անվտանգության աշխատակիցները կոնկրետ ուրեմն ուղղությամբ լինում են նաև դիմակավորված, այդտեղ սարսափելի բան չկա, դուք ինչ առաջին անգամ եք տեսնում դիմակավորված ածականների կամ դիմակավորված անվտանգության աշխատակիցների։ Իսկ երկրորդ մասը ինչ է գետին փռելը։ Հա, ժողովուրդը ակնկալում էր, որ բոլորիս կողմից հայտնի դիմակավորված ածականները ինչպես այլ պետություններում են դիմակ այդ ածականները պետք է մտնեին Ծառուկյանի տուն եւ նրան փռեին Պոլին։ Եթե անկեղծ ասեմ, հատկապես այս վերջին նախընտրական արշավի ժամանակահատվածում շփվում ենք ժողովրդի ու քաղաքացիների հետ, ժողովուրդը շատ ավելի ռադիկալ են, քան այդ գետնի փռելը։ Իսկ ինչ վերաբերում է գետնի փռելը այսպես ուռճացնելուն, սա նաև ձերբակալելու ինչ որ ձև է, դրա հետ կապված ես կարծում եմ իրավապահները տվել են գնահատականներ, առաջիկայում կտան իրավական գնահատականներ, բայց գիտեք, այստեղ մի այսպես խորհրդանշական նաև բան էլ կա, այս մարդիկ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը ու նրա քաղաքացիներին էին տասնամյակներով փռել գետնին, Հայաստանի Հանրապետության պետականությանն էին փռել գետնին, հիմա չգիտեք ինչու շատ մարդիկ այսպես նեղսրտել են, որ ինչ որ մարդկանց փռել են գետին։ Կրկնում եմ, միգուցե մարդկայնորեն ցանկացած մարդու տեսնել գետին պառկած այդքան էլ հաճելի չի, բայց կրկնում եմ, իմ համար շատ ավելի կարևորը բովանդակությունն է։ Էլի կրկնեմ, այս մարդիկ երկար տարիներ ելնելով իրենց քաղաքական տնտեսական շահերից Հայաստանի Հանրապետությունն էին փռել գետնին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էին փռել գետնին, ու ոչ ոք այս մասին չէր խոսում։